Կորոնարոգրաֆիան ցույց է տալիս, որ ախտորոշվել է կորոնա արձակերակների 90-ից մինչև 99% նեղացում։ Հայտնաբերվել է նաև նախկինում տարած սրտամկանի ինֆարկտ։ Առկա է ոչ նորմալ արյան հոսք, որը բերել է բուժառուի ինքնազգացողության վատթարացման։ Բժիշկ Նավասարդյանը ներկայացնում է Վանաձորցի 76-ամյա Ջեմմա Ողորմյանի հետազոտության արդյունքները։ Նա Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել դեռ նախորդ տարի հունվարին սրտային գանգատներով։ Ցուցվել էր վիրահատական միջամտություն, սակայն բարձր արժեքի պատճառով բուժառուն հրաժարվել էր։ Ստենտավորումն իրականացվեց այս տարի առողջության համընդհանուր ապահովագրությամբ։ Տեղադրվել է 3 դեղապատ ստենտ, շուրջ 1.900.000 դրամ ընդհանուր արժեքով։ Այս տարի հունվար ամսին կրկին բուժառուն ցավերով դիմել է մեզ, կատարվել է ախտորոշիչ կորոնարոգրաֆիա, քննարկվել է Երևանի առաջատար հիվանդանոցների մասնագետների հետ եւ կարդիոխիրուրգների եւ ինվազիվ սրտաբանների, թե առաջ թե երկրորդ դեպքում նպատակարար չեն գտել եւ շունտավորումը եւ ստենտավորումը, ելնելով բարդ դեպքից այդ պատասխանատվությունը ստանձնել է Նավասարդյան Վահեն եւ առանց բարդության կատարվել է պրոցեսը։ Будет проведено также повторное 1 տարի հետո բուժառուին կրկին կհետազոտենք, գնահատելու ստենտների վիճակը։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ստենտավորում կիրականացվի։ Այսինքն առաջին փուլում տեղադրվել է 3 դեղապատ ստենտ, երկրորդ փուլում հաջորդ տարվա փետրվարին նախատեսվում է տեղադրել եւս 2-ը։ Փուլային ստենտավորումից հետո տիկին Ջեմման եւս մի քանի տարի կլինի բժիշկների հսկողության ներքո, ապա կշարունակի դեղորայքային թերապիան։ Շնորհակալ եմ իրանցի 2 օր այդ արածա օպերացիան, ես ոչ մի հատ ոչ ջերմություն, ոչ անհանգստություն առայժմ դեռ չեմ զգացել ու երևի չզգամ։ Ոչ մի կոպեկ, ինչ տվի վճարի։ Բժիշկներն ուրախությամբ են արձանագրում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրում հնարավորություն է տվել հատկապես տարեց քաղաքացիներին հետևելու իրենց առողջությանը եւ բարձրացնելու կյանքի որակը։ Բոլոր այն բուժառուները, ովքեր չէին դիմում հիվանդանոց ելնելով ֆինանսական ծախսերից կամ դիմում էին օրինակ երրորդ կարգով պացիենտները արվում էր ախտորոշիչ կորոնարոգրաֆիա ու առաջարկում էինք ստենտավորում, հրաժարվում էին ֆինանսական պատճառներից ելնելով, հիմա այդ խնդիրը չունենք փառքաստու։ Բժշկական կենտրոնում նշում են, նախորդ տարիների համեմատ սրտային խնդիրներով դիմելիությունն աճել է գրեթե 3 անգամ։ Մասնագետները հիշեցնում են, ժամանակին հետազոտվելը կարող է կանխարգելել հետագա բարդություններն ու փրկել կյանքեր։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։